Բարև ձեզ, եթերում դիտակետն է, այսօր իմ հյուրերն են ՀԱԿ ակտիվիստներ Արեգ եւ Սարգիս Գևորգյանները։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Արեգ, օգոստոսի 1-ին ժամը 17:00-ին տեղի է ունենալու ակցիա, բողոքի ակցիա նախագահի նստավայրի դիմաց։ Որն է ձեր հիմնական պահանջը նախագահից, կարող եք հիմա ձևակերպել։ Մեծ հաշվով միամտություն կլինի, ասել, որ մենք Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող մարդուց ունենք որևիցե պահանջ կամ ակնկալիք որևիցե արդարության կամ արդար որոշման։ Հայաստանի Հանրապետության նախագահին մենք միայն մեկ կոչ կարող ենք անել։ Դա անհապաղ հեռանալն է այդ զբաղեցված պաշտոնից։ Բացատրեմ ինչու։ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձը ամենամեծ ապօրինության, ամենամեծ անարդարության միջոցով Հայաստանում տեղի ունեցած այն մարդն է, որ այդ ապօրինության միջոցով եկել է իշխանության եւ ակնկալել այդ մարդուց որևիցե հասարակությանը նպաստող որևիցե որոշում կամ ի նպաստ քաղաքացիների որևէ որոշում, դա ասում եմ նորից միամտություն կլինի։ Ինչու ենք մենք գնում նախագահականի դիմաց։ Մենք գնում ենք նախագահականի դիմաց եւս մեկ անգամ փաստելու այդ իրողությունները, որ Հայաստանում ստեղծված այս հակասահմանադրական, հակաօրինական իրավիճակի միակ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող իրեն նախագահ համերող Սերժ Սարգսյանն է։ Հետևաբար, եթե պատասխանատու է, նրանից ակնկալվում են որոշակի քայլեր, այո։ Նրանից ակնկալվում է քայլեր, իհարկե, եթե մենք ապրենք նորմալ ժողովրդավարական երկրում, կակնկալվեն որոշակի քայլեր։ Բայց այստեղ մենք գնում ենք եւս մեկ անգամ մեր միջոցառմամբ, մեր պիկետով եւս մեկ անգամ թե Հայաստանի Հանրությանը, թե գործող իշխանություններին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որևիցե վայրկյան չեն մոռացել այն իրողությունները, մարտի 1-ի սպանդը, հոկտեմբերի 27-ը, բոլոր այն ապօրինությունները, որոնց միջոցով իշխանության են եկել հանցագործները։ Եվ ինչի արդյունքում այսօր Հայաստանում տիրում է անօրինականության եւ ապօրինության մթնոլորտ։ Եթե չեմ սխալվում, կոնտեքստը բացի հոկտեմբերի 27-ից եւ մարտի 1-ից նաեւ այն դատներ, որի հետևանքով դուք նաեւ 3 տղաների հետ մեկտեղ դատապարտվեցիք 2-ից 6 տարվա ազատազրկմամբ, խոսքը դնչկալով շան ու դրանից բխող հետևանքներով պատմությանն է վերաբերում, ինչ ակնկալիքներ ունեք այս դեպքում ոչ միայն նախագահականի մոտ տեղի ունեցող պիկետներից, այլ առհասարակ պարբերաբար կրկնվող ցույցերից ու պիկետներից, ինչ որ ակնկալիքներ ունեք, որը կարող է ազդել ձեր դատավճռի վրա։ Այս պիկետները, որոնք արդեն երկար ժամանակ տեղի են ունենում ու քաղաքացիական այս բողոքի օջախները ոչ այնքան իմ համար հույս են, որ ես ի վերջո կարդարացվեմ դատարանի կողմից կամ Տիգրան Առաքելյանը կազատվի կամ մենք չենք ազատազրկվի, այլ այս բողոքի օջախների հիմնական գործառույթը իմ կարծիքով նա լինելու, որ ի վերջո բոլորը որոշում են կայացնելու արտահայտել իրական քաղաքացիական գիտակցություն, գործունեություն ծավալել ըստ քաղաքացիական գիտակցության պահանջների։ Հիմա դրա բացակայությունը կա, որովհետև համարել քաղաքացիական գիտակցություն կրող եւ անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում այս ամբողջի պատճառը դա ոչ օրինական իշխանություններն են, ուղղակի հնարավոր չի։ Պետք է յուրաքանչյուր քաղաքացի արդեն գիտակցի, որ խնդիրների լուծումը դա ընդհանրապես օրինական իշխանության հաստատումն է։ Ինչպես ծնվեց նախագահի դիմաց պիկետ անցկացնելու գաղափարը։ Եթե չկա ակնկալիք, չկա որևէ սպասելիք նախագահից, ընդհանրապես հիշեցում էր ինչու այդտեղ եւ ինչպես ծնվեց գաղափարը։ Ընդհանրապես մենք այս օրերի ընթացքում, այս 3-4 տարիների ընթացքում ոչ միայն նախագահի ինստիտուտին ենք ինչ-որ պահանջներ ներկայացրել կամ նախագահականի դիմաց ենք ինչ-որ միջոցառումներ անցկացրել ենք նաև դատախազության, կառավարության, ամեն ուրբաթ նաև, այսինքն իշխանություն ներկայացնող տարբեր կառույցների դիմաց այլ ենք այդ միջոցառումները։ Սակայն նորից եմ կրկնում, որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում այդքան միամիտ չէ, կարծում եմ, առնվազն եթե մարդ արտահայտում է այդպիսի կարծիք, նա առնվազն անկեղծ չէ իր եւ իր ընկերների, իր հարազատների նկատմամբ, որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը արդար որոշումներ կայացնելով ինքը հարվածելու է ինքն իրեն։
Չի կարող մի իշխանություն, որի ամբողջ գործունեությունը հիմնված է անօրինականությամբ, որը սկիզբ է առել անօրինությամբ, արունահեղությամբ, նա չի կարող կայացնել որևէ օրինական որոշում, հա, Այսինքն գնում եք եւս մեկ անգամ մեղադրելու, հիշեցնելու անցյալը եւ հետ գալու։ Գիտեք ինչ, Հայաստանում այսօր ձևավորված այդ քաղաքացիական կորիզը, որը կա, հա, այսպես ասած, ինքը այսօր բոլորը շատ լավ հասկանում ենք, որ քիչ են, հա, շատ չեն, բայց իրանք մեծ առաքելություն ունեն իրենց մոտ, իրենց վրա, հա։ Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիները պետք է վերջի վերջո հասկանան, որ իրանցից մեծ բան է կախված ինչ առումով։ Իրանք պետք է վերցնեն մի հատ կարևոր գործ իրենց վրա։ Փորձեն այն ամենը, ինչ որ իրենք շատ տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով հասկացել են, փորձեն փոխանցել դա մյուս իշխանական այդ քարոզչության զոհ դարձած քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով այս ամեն ինչը չեն հասկանում, եւ օգնել վերգտնել իրենց ուժերը, օգնել հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օգնել հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ փոփոխություն կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտման դեպքում։ Այսինքն արեք այս առումով քաղաքացիական ակտիվությունը, հա, քաղաքացիական բողոքի արտահայտումը եւ քաղաքացիական բողոքների կազմակերպումը, որոնք նաեւ ունեն իրենց մեջ իազեկող եւ ցուցադրական բնույթ, հա, իրանք շատ կարեւոր են։ Այսինքն թեպետ պիկետը տեղի ունենում նախագահականի դիմաց, այնուամենայնիվ հասցեատերը հասարակությունն է, որին ուղղված է ձեր կոչը ակտիվանալ եւ մասնակցել քաղաքացիական ու քաղաքական գործընթացներին։ Շատ լավ, Սարգիս, դուք ընդամենը 20 տարեկան եք, բայց արդեն երկար ժամանակ 2008 թվականից ակտիվ մասնակցում եք քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներին։ Ինչը ձեզ ստիպեց կամ ինչու որոշեցիք կամ ինչպես ստացվեց, որ սկսեցիք զբաղվել քաղաքականությամբ, չէ՞ որ շատ երիտասարդ եք եւ ձեր տարիքի երիտասարդների հետաքրքրությունները այս պահին շատ հեռու են քաղաքականությունից, շատ շատերին է։ Կյանքը դասավորվեց այնպես, որ ես հենց այդ տարիքում սկսեցի հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում մի բան են չի։ Սկսեցի հասկանալ, որ այն ժողովուրդը, որը հավաքվում էր 2008 թվականին Ազատության հրապարակում, իրոք ունի ճիշտ ձևակերպված նպատակ ու իրոք Հայաստանի Հանրապետությունը արդեն խեղդվում է այս հանցագործ իշխանությունների ճիրաններում։ Միանշանակ էր ինձ համար, որ պետք է միանալ այդ պայքարին ու չխնայելով ինձ պայքարել հանուն այդ նպատակների իրականացման։ Ամեն օր գրեթե ամեն օր դուք քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությունների ներսում եք։ Ուզում եմ հարցնել, ինչն է պատճառը, որ Հայաստանում փոքրիկ խմբեր, նախաձեռնություններ, քաղաքացիական պիկետներ, ակտիվություններ լինում են, բայց դրանք չեն վերաճում լուրջ բողոքի։ Կարող եք ներսից տալ այդ ախտորոշումը, որն է պատճառը, որ չի ստացվում միավորված համախմբված բողոք։ Ես կարծում եմ դա նորմալ ընթացք է, որը եթե չի բերել դեռևս ինչ-որ մեծ ավելի բողոքի, նա կբերի այդ մեծ բողոքին։ Սա ուղղակի նորմալ, բնականon մի ընթացք է, որը պետք է տեղի ունենա, անխուսափելի է։ Պետք է առաջանան տարբեր տիպի բողոքներ, հետո այդ մարդիկ, որոնք բարձրաձայնում են իրենց դժգոհությունները, պետք է վերջի վերջո հասկանան ու գիտակցեն, որ մեր բոլորիս եւ խնդիրը, մեր բոլորիս խնդիրների սկզբնաղբյուրը կայանում է այսօր ոչ օրինակարգ իշխանությունների մեջ, եւ եթե մենք լուծենք օրինակարգ իշխանությունների խնդիրը, ձևավորենք վերականգնենք սահմանադրական կարգը Հայաստանում, որևիցե խնդիր չենք ունենալու մեր բոլոր առօրյա խնդիրները, թե նաեւ մյուս խնդիրները լուծելու համար։ Դատավճռից հետո հասակակիցների շրջանում աջակցություն կամ վերաբերմունքի փոփոխություն զգացիք։ Իմ համար ուրախալի էր, որ այս կոնկրետ դատավճռից հետո իշխանությունների այս ճնշումից անմիջապես հետո ես հասկացա, որ փաստորեն ինչ-որ բան փոխվել է ու մարդիկ կան, որ իրոք աջակցություն են հայտնում ու իրոք չեն վախենում գալ ու կանգնել կողքը թեկուզ ակցիաների ժամանակ։ Երբ մի քանի տարի առաջ մեզ հետ sense բաներ էր տեղի ունենում, դատապարտում եւ այլն, արձագանք ընդհանրապես չկար։ Բայց հիմա մարդիկ ի ուրախություն մեզ բոլորիս արդեն անկաշկանդ արտահայտում իրենց քաղաքացիական դիրքորոշում։ Դատավճռից հետո, երբ տղաներին դատապարտեցին 2-ից 6 տարի ազատազրկման տալով ամենաբարձր պատիժը, հնչող վերլուծություններում կար նման տեսակետ, որ իրականում դա քաղաքական որոշում է եւ նպատակն է վախեցնել քաղաքացիական հասարակությանը։
այդ որոշումը ինչ որ կերպ ազդեց քաղաքացիական հասարակության հետագա գործողությունների վրա։ Երկուսիդ էլ կխնդրեի պատասխանել։ Միանշանակ է, որ սա այս դատավճիռը պետք է հանդիսանա, մի ազդակ հանդիսանա ամբողջ քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ակտիվություն դրսևորող բոլոր ակտիվիստների, քաղաքացիների համար։ Քանի որ դատապարտելով Ազգային կոնգրեսի ակտիվիստներին, որոնք նաև իրենց ակտիվությունն էին դրսևորում տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, նույնպես առաջին շարքերում էին, հա, դատապարտելով նրանց, այսօր իշխանությունները փորձեցին մեսիջ, հա, այսպես ասած, տալ մյուս ակտիվ քաղաքացիներին, որ ցանկացած ակտիվություն, ցանկացած բարձր քաղաքացիական գիտակցության դրսևորում դատապարտելի է ընդհանուր միջև ազատազրկում։ Սա հստակ է, սա իշխանությունների հայտնի գործելավոճն է։ Սակայն կարծում եմ, երբ որ հենց դատապարտվածները ցույց են տալիս, որ իրենց վրա որևիցե կերպ չի ազդելու այս դատավճիռը, հենց դատապարտվածները ցույց են տալիս, որ իրենք մի քանի անգամ ավել ջանքեր են գործադրելու այս դատավճիռից հետո հենց Հայաստանում օրինականությունը վերականգնելու գործում, դա պետք է ստիպի մյուս քաղաքացիներին որևիցե նշանակություն չտալ այս էժանագույն, հա, փորձերին մեզ զսպել, մեզ կանգնեցնել։ Դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամսից հետո, եթե իհարկե ձեր փաստաբանները չբողոքարկեն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, կարծում եմ դա կարվի, բայց այնուամենայնիվ այս պահին ձեր ազատությունը կարծես թե արդեն սահմանափակված է։ Ոնց եք պատրաստվում ծախսել այն ժամանակը, որը ունեք ազատության մեջ եւ հուսով եմ հետո իհարկե նաեւ կունենաք։ Հնարավորինս արդյունավետ փորձելու եմ ժամանակ օգտագործել էլի նույն գործունեությունը ծավալելու համար, ինչը մինչև այս դատավճիռն է։ Այսինքն մինչև ազատազրկման պահը, եթե կլինի այդպեսին, պետք է մնամ փողոցում, պետք է մնամ իմ պայքարի դիրքերում ու փորձեմ ընկերներից հետ միասին հասնել նրան, որ ոչ միայն մենք ազատվենք կամ Տիգրան Առաքելյանը ազատվի, այլ նաև ողջ Հայաստանի ժողովուրդը ազատվի, իրեն ուղղակի թալանած, չքավորության հասցրած իշխանություններից։ Շնորհակալություն, հուսով եմ կիրականանան ձեր վարդագույն ցանկությունները եւ մենք իսկապես կունենանք գեղեցիկ ու պայծառ Հայաստան շատ մոտ ապագայում։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսպիսին էր դիտակետը, շարունակեք հետևել Civilnet-ին։